Մահան երախից նորից կյանք մտած հայ ցեղը վկա, ինչպես մայր հողը կյանքի անդրադարձ, մի յուր մահով էլ հայն մահ չկա։ Սիրելի հայրենակիցներ, մեկ րոպե լռությամբ եկեք կանգնենք ոտքի եւ հարգենք ապրիլյան քարոյա պատերազմի մեջ բոլոր անմեղ զոհերի հիշատակը։ Նրանց մահով մենք այսօր կարողացել ենք այստեղ հավաքվել եւ զբաղվել գրականությամբ եւ արվեստով։ Նստենք շնորհակալություն եւ գուրի եթերի ոգեղեն երկու ամոթքով մենք ընկարկենք նրանց սուրբ հիշատակը։ Նորոգված հինավուրդ, բանտարկյալ եմ չարի ձեռքին, բանտարկելուց ազատություն, հիվանդախտ է մեղքի մահճում, հիվանդներին բժշկություն, խռովարար վարք եմ կյանքում, անհաշներին սեր միություն, չարի ձեռքն է ինձ այպանում, աստվածատուր համբերություն, ուրանալով ուրացել եմ, լույս աչացես, հուշ մտացես, և իմ նորոգ կյանքի համար, աստվածատուր վարկ մեծացես, սաղմոսներ աղերսներ, տեսնելով զգացի և զգալով տեսա, այնքան կրկնվեցի, որ երկուսը միասին ունեցա, երորդի մասին մտորելով երազեցի սակայն չունեցա, ննջեցի ու արթնացա կյանքում մահվան թիրավ երկրի վրա, ապրեցի երորդը վաստակելու համար, նախապայման ապաշխարության, որ չդատեմ ու չդատվեմ, Տեր իմ դատը ինքը տարա, որ մերկի դեմ չմերկանամ, Տեր ամոթ տուր անամոթին, որ չսպանեմ խղճով մնամ, Տեր մի թող որ ինձ սպանեն, որ աշխատեմ ու վայելեմ, Տեր մի թող որ ինձ թալանեն, որ մեղքերս ապաշխարեմ, Տեր մի թող որ ինձ չարչարեն, որ չենթարկվեմ նոր փորձության, Տեր լույսը տուր անմահության, ես ում մեղքի խաչն եմ տանում, Տեր ինձ սիր որդուդ նման։ Սիրելի հայրենակիցներ, կենաս տազերկու գավաթներ երկի շնորհանդեսը համարեն բացված, հաղորդումը վարելու է Անի Եթեր Ավետիսյանը։ Շնորհակալություն։ Գրականությունից մտա կյանք և կյանքից գնում եմ գրականություն, Գուրի եթեր։ Բարև ձեզ, հարգարժան ներկաներ, այսօր հավաքվել ենք նշելու Գուրի եթերի վերջերս տպագրված կենաց 12 գավաթների շնորհանդեսին նվիրված միջոցառում։ Նշեմ, որ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 16-ին Վրաստանի Մինոցմինդա քաղաքում։ Գրքի տպագրման համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնին, Արմեն և Թաթուլ Խավսելյան եղբայրներ հիմնադրամին և Վրաստանի հայ գրողների Բեռնատու միությանը, նախագահ Գևորգ Սնխչյան։ Ելույթի համար ձայնը տալիս ենք Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանին։ Դիմավորեք։ Այսօր հույսային Հայաստանի ոգեղեն դարբասները դարձյալ բաց են ու այդ դարբասներով մեզ է գալիս Ջավախի պոեզիան, գալիս է, որ մենք ևս մեկ անգամ առհաշվենք, ևս մեկ անգամ սիրենք Ջավախի գրականությունը, իսկ Ջավախի ժամանակակից Ջավախի գրականությունը շատ հզոր երանգներ ունի, հատկապես արձակը, գիտեք, Լևոն Խեջոյան, Վան Թամարյան, Վան Սարաթելյան, մի խոսքով անուններ, որոնք հնարավոր չէ անգամ թվարկելուց անուններ չմոռանալ, որտեղ իրոք հզոր երանգներ են, որոնք եկել են սնուցելու մայր գրականությունը, իսկ Շիրակի գրականության հետ աղերսներն են կան շատ են, կան առնչությունները շատ են, որ երբեմն մենք գրողներից շատերին համարում ենք մերը, ինչպես Լևոն Խեջոյանին, Վահան Թամարյանին, և երբ մենք ժամանակ և բառ գրական անթոլոգիան էինք տպագրում, այդ ժամանակ հարկամարեցինք ներառել նաև Լևոնին ու Վահանին, որպես շիրակցիներ, թեև ընդամենը իրենք 4-5 տարի են եղել, բայց այդ երակն էր, որ կարծես թե Շիրակի երակն է շարունակվում Ջավախում։ Նույնը կարելի ասել նաև պոեզիայի համար,
այսօր ժամանակակից հայ գրականության մեջ Վարդան Վանատուրն է, ուրեմն Օքրոյանը ու ի վերջո Գորի Հա, դուք ասես շրջան։ Ես ասի ինքա շատ են անունները, որ Ժանտեր Գուլանյանը, շատ են դեզորները, որ Արտակ Ոսկանյանը։ Մի խոսքա, ու վերջո Գուրի Ետերը, որի տեսանոթ եմ երևի ամենը 7-8 տարի առաջ, 1-2 անգամ չհասցրեցի բարեկամանալ, բայց բարեկամացա նրա Փանաստեղծյանը, որպես Փանաստեղծ եմ ես իրեն հետ բարեկամ, որպես մարդ չհասցրեցի, որտեղ հանգարում շատ բաներ կան ու հարազատները գիտեն ինչի մասն է խոսքում, այլ ծանոթները գիտեն, որտեղ հնարավորություն չուներ ֆիզիկապես առնչվելու մեզ հետ։ Մի խոսքով այսօր Գուրի Ետերի հեշտական 5-րդ կրճի շնորհանդեսն է, առաջին 4 կրճերը նրա Գյուլդանջան օրոքեր տպագրել են եւ նա հասցրել են ողջնել այդ ուրախությունը։ Այսօր 5-րդ կրճի շնորհանդեսն է։ Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել իր ընտանիքի անդամներին, ովքեր կարողանում են տիրություն անել, այ եթե յուրաքանչյուր գրողի կարողանան նույն կերպ տիրություն անել, ուրեմն գրականությունը ավելի պրոպագանդված կլինի մեր երկրում, ու մեր երկիրը ավելի գրականանա, մեր ժողովուրդը ավելի գրականասեր կլինի։ Այն ինչ որ անում են Գուրի Ետերի կինը եւ երեխաները, իրոք խոնարհումի արժան ու ծափարություն է, ես ուզում եմ ծափարել։ Նաև շնորհակալությունս այն հիմնադրամին, որը կարողանում է աջակցել այսօր գրականություն աջակցել, դա սուրբ բաղադրություն է, սուրբ գործ է։ Ցավոք սրտի միշտ չէ, որ հնարավորություն ունեցողները կկանգնեն գրականության կողքին, բայց այս դեպքում երկուսը միասին են հանդես եկել, հնարավորություն եւ ցանկություն։ Ու մենք ունեցանք այս քարյակների ժողովածուն, քարյակներ, որոնք թեմատիկ առումով բաժանված են 12 բաժինների եւ այդ յուրաքանչյուր բաժինը շատ հետաքրքիր քարյակներով է ներկայանում։ Ես Կաշտալով Գուրի Ետերին, այս գիրքը 1 օր առաջ եմ ստացել, կաշտացի, նաև նրա հին ստեղծագործություններին էի ծանոթ, ինչն է իր մոտ հետաքրքիր։ Ոչ այն է ամբողջովին քրիստոնյա է, ոչ այն ամբողջովին հետանոց։ Քրիստոնեության ու հետանոսության խառնուրդն է, որ գալիս է Գուրի Ետերի հոգուց, բխում է ու հասնում է Տեր դրա համար է շատ մարդկային է ու բոլորի համար հարազատ է դառնում։ Յուրաքանչյուր քարյակ թվում է թե դու ինքդ ես գրել քեզ համար, որովհետև շատ մարդկային է քրիստոնյայի եւ հետանոսի բախումն է, ապրումների բախումն է։ Ես քանի որ շատ ելույթ ունեցողներ կան սահմանափակվել իմ ելույթով, ցանկամ երկար ճանապարհ կրկին դեպի ընթերցողների սիրտը տոններ համարել շնորհավոր, քանի որ իրոք կրկի ծնունդը արդեն մեծ տոն է։ Շնորհավոր կրկի ծնունդը։ Շնորհակալություն Մարգարիտ Կարապետյան։ Իսկ այժմ ասմունքում է Նանե Ավետիսյանը։ Արտասանել Գուրի Ետերի բանաստեղծություններից։ Տարիները իրենց հնարին հոգնեց իմ մեջ ցուրն հեթանոս, էլ չեմ փնչում եք տեսնելիս, եկից ուրիշ հոտ է գալիս։ Դարձել եմ ես լծկան ու հես, դատարկ լուծն էլ ծանր եմ տանում, կուզեմ շարժել բարձրացայն այս, ինչ որ մի բան չի հերիքում։ Մի քիչ ուժ է ինձնից պակսել, մի քիչ երանդ, մի քիչ հավատ, չեմ հերիքում էլ ոչ ոգի, պակասել եմ, դարձել ես մարդ։ Տարիները իրենց հնարին, տարան հերթով, ինչ որ բերին, չդիմացավ պոետ Գուրին, այս անորեն արևտուրին։ Մեղանչել եմ Տեր, էլ չեմ մեղանչի, չեմ եղել այն ինչ դու ես կամեցել, քո կամքն անտեսել իմ կամքն եմ սիրել, իմ կամքից անկախ եղածն եմ մերժել, ատել եմ ատել վայր քայլախով, մնացել եմ դժկամ ու դժկով, ջնչիր կամակոր իմ վարքը Տերին, ընտելացրու կարգավոր կյանքին, պատվիրանները 10 մատիսպես իմ կյանքի գնով դարձրու պարզերես, միտքս երկնքում անթեղդ խառնիր,
խարույկը դառնամ երկիր օջախիդ, թող ապրեմ ինչպես ապրեց քո որդին, որ ներթափանցեմ դեպի իմ հոգին, որ լույսի նման թափանցիկ դառնամ, սնունդ ունենամ, սուրբ հոգուտ ոգին, կամքդ դուր կյանքիս ինձ ուժեղ զգամ, որ չծառայեմ ներ սատանային, Տեր ինձ, Տեր դարձրու իմ ամեն ինչին, իմ հող ու ջրին, իմ տուն ու տեղին, բխի այգուս մեջ քո կենացը ջուրը, որ գինի դառնա լույսիդ համբյուրը, թող բարգավաճեմ իմ տոհմածարով, արժանի լինեմ իմ կենալ ծարին։ Ապրում ենք էլի օրվա համեմատ, հաշտված ամեն տեսակ ցավի հետ, հաճախ ենք սևը ջերմակով ներկում, ապրում ենք էլի կյանքի համեմատ, քիչ-քիչ նստում է ձանձրույթի փոշին, և մենք կորցնում ենք մեր անունն անգամ, ապրում ենք էլի երկրի համեմատ, քիչ-քիչ նստում է ձանձրույթի փոշին, վեհարանի դեմ փակ է մեր ճամփան, ճշմարտությունն է գլխի վայր աճում, մենք չենք բռունցքվում բռունցքի դիմաց, վեհարանի դեմ փակ է մեր ճամփան, ցավի պտուղն է աճում վերստին, ճշմարտությունը զոհարան տարան, որոք լինի այս միրաժի մեջ, ցավի պտուղն է աճում վերստին, ապրում ենք էլի ցավի համեմատ, այսօրը երբեք մերը չի եղել, կեղծիքն է աճում ներկա վիճակից, ապրում ենք էլի վաղվա համեմատ։ Այլ մարդասեր գուրի եթեր, ոչ թե միայն հայրենասեր, կամ հողասեր, կամ սարասեր, այլ մարդասեր, ոչ տեղապաշտ, այլ մարդապաշտ, ցեղապաշտը մարդու բան է, նախ մարդապաշտ, մարդուն սիրեք ով խեղճ մարդիկ, որ ցեղ պահեք ու հայրենիք, նախ հոգեպաշտ, գայլնել է մարդ թե մարդանա, օծնել է մարդ թե մարդանա, մարդավարի քայլ կունենա, կարգը սուտ է, ճիշտը վարքն է, կապկացողն էլ կմարդանա, թե մարդկային վարք ունենա, ճշմարիտը վերջում այն է, որ մարդը իր ծնված օրից պիտի սնվի լույսի հոգով, ու մարդանա մինչև մահն իր, ու մարդ գնա մահից հետո, ոչ խաչասեր, այլ մարդասեր, սուրբ խաչվածն էլ հիշեկը մարդ էր։ Ալեքսանդր Ժամակոչյան, Սաթյան Բարկատոլլա։
Նանա Ավետիսյանը Կասմունքի գուրի եթերի կնոջ, գրող հրապարակախոս ասմուգողուհի Արեկ արվեստի բարեգործական միության նախագահ Սիլվա Սիփանուհու բանաստեղծություններից։ Մեծ եղել, հայոց կանայք, խաչված, տանջված, դաղված կանայք, ավարայրից մինչ այսօր օջախ, հավաք ու սուրբ լեզու պահած կանայք, մին փուլ եկած, մին տրորված, գաղթի սովի ճամփաներին, անհայտ ու ворդ մաղված կանայք, այդ ինչ հզոր սիրտ ունեիք, որ դիմացաք, հավերժացաք ու պահեցիք տուն ու պատիվ, հպարտ, մաքուր ու սուրբ կանայք, խոնարհվում եմ ես ձեր ողջի առաջ, ձեր մեծ վշտի լացի առաջ, դուք քիչ սիրված մանուշակի նման քնքուշ, միշտ թաքնված խոնարհ կանայք, ու քայլում եք հողակնդով, ձախով գրկած ձեր պալեթին, աչում միշտ սուր, չէ որ միշտ կա ձեր թշնամին, հայոց, արթուն, անպարտ կանայք։ Այսինչ արեց սերը քո, նա ավերեց իմ հոգին, տիրակալ էր նա գորոզ, ստրուկ պահեց ուղոքի, այսինչ արեց սերը քո, մեղքով լցրեց իմ հոգին, ախ մենակ եմ ես հիմա, ու ավերակ իմ հոգին։ Խոսք ունի ասելու Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի անդամ Արա Արտյանը, բանաստեղծ։ Երևում է թե չէ։ Ուրեմն շաբաթ կաշկարում եղել եմ, բայց իլազում եմ լինել Փարվանա ժիապին, որտեղ չեմ եղել և չեմ տեսել Աբույը։ Չեմ տեսել, ոչ Աբույն եմ տեսել, ոչ էլ Փարվան Ալիջը և կարծում եմ այդ հնարավորությունը այս ստեղծել, որովհետև Շաբաթը և Շիրակը դա մեկ վիրախառնվող կետեր են, որոնք եկել են Էրզրում Ոստան քաղաքից և նույն մոր երկու զավակներ։ Ուրի եթերին ուրեմն ես այդպես իմ մոտով չեմ ճանաչել, բայց կարդացել եմ իր բանաստեղծությունները Կամուշ տարեգրքում, որ խմբագրում էին կանայք Ոստանջյանի հետ, իր տիկնոջ Սիլվա Սիփանուհու բանաստեղծությունները նույնպես ծանոթ եմ Կամուշ տարեգրքից և երբ եթե չեմ սխալվում երկրաշարժից հետո եկան այստեղ ուրեմն մենք հանդիպեցինք 7-րդ դպրոցում գրքերը բերվել էր, որպեսզի ծանոթանանք բանաստեղծության հետ։ Եվ դրանից հետո իհարկե հանդիպումներ չեն եղել մինչև այսօր և այսօր քուրի եթերը արդեն իր երկրային ճանապարհը ավարտել է։ Գրքի մասին, ուրեմն ես շատ արագ հասցրեցի կարդալ գրքից այսպես էջեր և նշումներ անել, ինչը ինձ գրավեց գրքի մեջ և առհասարակ քուրի եթեր բանաստեղծի ստեղծագործության մեջ, դա տարերային խառնվածքն է, որը իսկական բանաստեղծի նշան է, և այստեղ էական չէ, տվյալ բանաստեղծը ավանդական չափուկշռույթով է գրում, քարյակներ է գրում, ազատ բանաստեղծությամբ է գրում, մոդեռնիստ է թե չէ, որի եթերը բացարձակապես ավանդապահ բանաստեղծ է, բայց իր տարերկը իսկական պոետի տարերկ է և ես հիմա կփորձեմ իմ ընտրած բանաստեղծություններով դա ապացուցել։ Ուրեմն այս բաժինների բաժանումն էլ է չափազանց հետաքրքիր, գավաթների բաժանումը, սիրո գավաթներ, ճանապարհի գավաթներ, մարդ մնալու գավաթներ, աղերսի գավաթներ, իմաստնության գավաթներ, խրախճանքի գավաթներ, ցեղի գավաթներ, կողարկից գավաթներ, նվիրումի գավաթներ, համբերության գավաթներ, հանգստյալի գավաթներ և ավերծուկ գավաթներ։ Ուրեմն ինչն է հետաքրքիր,
գավաթը մինչև վերջ պարվում է ինքը բոլոր գավաթները եւ անցնում է բոլոր փորձությունների միջով։ Հիմա լսենք իր բանաստեղծությունները։ Ինչքան իմ ընդրությամբ ամենայնիվ, ինչքան գնաս տեղ չես հասնի, տեղ կհասնես ետ դառնալով, քանի գնաս պիտի ետ կաս, տեղ կհասնես ետ դառնալով, կյանքի կեսով դու ուժեղ ես, մյուս կեսիդ համար հոգա, հեր ջահել ես, եղիր խոհեմ, տեղ կհասնես ետ դառնալով։ Ուրեմն էլի հիմա թույլ տվեք էլի կարդամ 55, ուրեմն սա մեղքից մեղք ընկնելով ես ընկա, մարդն իմ մեջ վերջացավ էլ չեկա, ցավից ցավը ընկնելով ես ընկա, ցավն իմ մեջ վերջացավ էլ չեկա, պոետը ցեղապաշտ հետանոց հրճակվեց, երկրում մահ կդավ երկնքում առաջեց, մայից մահ ընկնելով ես ընկա, մահն իմ մեջ վերջացավ էլ չկա։ Եվ ուրեմն էլի մի երկու բան Ուրիշի մենք պատկերացնենք իր ամբողջական ուեզին։ Գրտան 92 էջը։ Կյանքից դիմաց պարտք եմ կյանքով, ու կյանքս չի վերջանում։ Մահից դիմաց պարտք եմ մահով, ու մահս չի վերջանում, կանգնել եմ ես կյանք ու մահի առևտրի միջանցքում, պարտքից դիմաց պարտք եմ ցավով, ու ցավս չի վերջանում։ Եվ 32-ին։ Տեսեք։ Ուժը, զեսպանակված ուժը, այս բանաստեղծի ինձ բավականաչափ գրավում է։ Մայրը նույնն է, հայրն է տարբեր, քո մշտական հայրն ունեցիր, լեզուներ կան հազար տեսակ, քո հայրատան հայն ունեցիր, հայրենիքը մեկն է լինում, զուր ես դառնում թափառական, կյանքը մեկն է, մահն է տարբեր, քեզ կյանք տվող մահն ունեցիր։ Հոյակապ բանաստեղծություններ են եւ ես կարծում եմ, որ ինքը իրեն կյանք տվող մահը ունեցավ։ Ես ուրախ եմ, որ այսօր ինքը ունի մեծ գերդաստան եւ այդ գերդաստանը կանգնած է իր կողքին եւ շարունակվում է եւ պահպանում է պոետի բառը։ Շնորհակալ։ Մի փոքր ձեզ ներկայացնեմ Գուրի եթերի ոճական առանձնահատկությունների ու նմանությունների մասին։ Գուրի եթերը բազմաժանր գրող է, յուրաքանչյուր ժանրում առանձին ոճական մոտեցում է ցուցաբերել, գրել է արձակ եւ չափածո։ Թեև նա առավելությունը տվել է չափածոյին, բայց տարիների ընթացքում տպագրված մեկ տասնյակի հասնող նովելներն ու պատմվածքները, գրախոսություններ ու տարաբնույթ հոդվածները խոսում են, որ Գուրի եթերը յուրահատուկ արձակագիր է։ Ինքը լինելով կարճ խոսքի վարպետ, երբեք չի ձգձգել ասելիքը, ասել է կարճ ու ամփոփ։ Ի տարբերություն կարճ խոսքի վարպետներ Գրիգոր Զոհրաբի, Աքսել Բակունցի եւ Նարդոսի, Գուրի եթերը Թումանյանի նման արձակ գործերում հաճախ է չափածո գործեր օգտագործել, ինչն էլ ավելի տպավորիչ ու ըմբռնելի է դարձնում ասելիքը ընթերցողի եւ լսողի համար։ Նրա ստեղծագործությունների առանցքը ժամանակն է, իսկ շարժիչ ուժը մարդը։ Կյանքը ի սկզբանե չար ու բարի ուժերի պայքար է։ Գուրի եթերը գտնվելով այդ պայքարի խաչմերուկում լավատեսորեն աջակից է եղել բարի ուժերին։ Գուրի եթերը մեծ հայրենասեր էր։ Իր արժեքն իմացող յուրաքանչյուր մարդու համար երկրի առանցքը իր հայրենիքն է։ Ուր էլ գնա, ինչ էլ անի, իր հայրենիքից չի հեռանա, նրա շուրջը կպտտվի։ Նման արժանավոր մարդկանցով է հայրենիքը արժեքավոր։ Իսկ այժմ ունկնդրեք Ժամակոչյան Մարիամի ֆլեյտայի գեղեցիկ հնչյունները։ Պապիկյան, վոկալիս։